Կարծում եմ, որ հարցս ուղղված է Նիկոլ Փաշինյանին, որովհետև ուզում եմ հիշել 2022 թվականի մայիսի ողբերգական դեպքերից մեկը, երբ ձեր Շարասյունը վրայերթի ենթարկեց հղի կնոջը Սոնա Մնացականյանին, ու 3 տարի անց այդ ողբերգական դեպքից գիտեք մենք ինչ ունենք։ Մենք ունենք անընդհատ ձգձգվող դատավարություն, ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որ որևէ մեկը մի օր, մի րոպե անգամ պատասխանատվություն չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվել այդ մարդիկ, բոլորը իրենց տեղում են, կարծես որևէ բան էլ չի եղել, ու այս ֆոնին այնքան է այս ամեն ինչը ձգձգվել, որ օրինակ Սոնա Մնացականյանի հայրը արդեն սիրտանոթային խնդիրներ ունի, վերջին նիստին, որ անցած շաբաթ տեղի ունեցել, հորեղբայրը կաթված է ստացել։ Ես ուզում եմ ուղղակի հասկանալ, որևէ մեկը կարա տրամաբանական բացատրություն ներկայացնի հոդաբաշ, ո՞նց է ստացվում այնպես, որ երբ հարցը օրինակ վերաբերում է որևէ ՔՊԱ-կանի, երբ հարցը վերաբերում է օրինակ ձեր ուղղությամբ Խնձոր Նետածին կամ չգիտեմ, Զանվել Վարդանյանին օրինակ, միանգամից րոպեներ է տևում մարդկանց հայտնաբերելը, սովորաբար կալանավորելը ու պատիժը։ Այդ րոպեների հարց է ձեր համար։ Երբ հարցը վերաբերում է այսպիսի դեպքերին, որ պատասխանատվությունը ձեզ է վերաբերում, որևէ հետևանք դա չի ունենում։ Երկակիությունը ստանդարտների, հովանավորչությունը, դատական գործերի միջամտությունը, էլ ո՞նց է լինում, պոզով պոչով է լինում։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դահլիճում լռություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Երբ որ դուք հարց տալիս էիք, որ ասում եք, որ մեր դեպքում դատական համակարգը լրիվ ուրիշ կերպ է գործում, արտաքին գործերի նախարարը հետևից ասես լուրջ եք ասում, որովհետև եւ իր դեմ մահափորձի գործով միջև այսօր որևէ մեկը դատապարտված չի։ Ես կարող եմ բերել իմ անձնական օրինակը, որ ենթադրենք մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ հենց անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում։ Էլ չեմ ասում, ես տեսնում եմ, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում ինչ-որ հայցերա, որ պարտվում են։ Գալիս ենք ստեղ, ասում եք բռնապետությունը, բանը, դատական համակարգը, մարիոնետային դատական համակարգը, ոնց ուզում եք, մեկ է գնում ենք լուրերը կարդալու, տեսնում ենք մեր խմբակցության падգամավորը դատական գործընթացը պարտվել է, մեկը պարտվել է, մեկը այդ ոնց է։ Երկրորդը ձեր նշած կոնկրետ դեպքին։ Ես հարգարժան տուժողի իմ հեռախոսի համարը տվել եմ, նոր բացեցի, նայեցի, վերջին անգամ ինձ ընդ որում երևի առաջին անգամ մենք կոնտակտ ենք ունեցել, ինքը զանգել է կամ գրել է ինձ վերջին անգամ 2022 թվականի հունիսի 6-ին։ 2022 թվականի հունիսի 6-ին։ Հիմա զանգս էլ ստուգեմ, կարող է WhatsApp-ով չի տեղի ունեցել։ Չէ, ես նկատի ունեմ, հիմա դուք ինչ եք ինձ ասում։ Դուք ինչ եք ինձ ասում։ Դուք մի կողմից գալիս եք ասում եք դատական համակարգը պետք է անկախ լինի, դուք ունեք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին, կամ տուժող կողմը ունի հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին։ Ես ասում եմ բացառված է, չի կարա բնության մեջ այդպիսի հիմնավորում եւ ապացույց լինի։ Պարզապես չի կարա դա գոյություն ունենա։ Չի կարող, ասենք ինչ լաբորատոր հետազոտություն ուզում են անեն։ Այսինքն ես ուզում եմ մենք հասկանանք, եթե մենք դատական միջամտություն անողը լինեինք, մեր գործերով կանեինք այդ դատական միջամտությունը։ Եթե անողը լինեինք, բա ես որ ասում եմ այդ խայտարակ միջադեպերով մարդիկ իրենց համար ազատ պտտվում են, այդ ինչի մասին է վկայում։ Այդ վկայում է, որ ես այդ գործից հետո մի անգամ հեռախոսը չեմ վերցրել, մեկի մի բան չեմ հարցրել։ Արդյունքում ստացվել է խայտարակ բան, ես ուղիղ եմ ասում եւ ասել եմ առիթով, որ սա խայտարակություն է, խայտարակություն։ Բայց մյուս կողմից դա ամենաուղղակի ապացույցն է, որ ոչ մի անգամ հեռախոսը չեմ վերցրել եւ որևէ հրահանգ չեմ տվել։ Լավ եմ արել, թե վատ եմ արել։ Լավ եմ արել։
Բայց մեզ կողմից ես հասկանում եմ, ես մեր դատական համակարգի ներկայացուցիչներին էլ եմ ասում։ Ասում եմ հարգելի գործընկերներ, վերջերս հակակոռուպցիա բանի ինչա կոչվում ֆորմատը, դատաիրավական բարեփոխումների խորհրդի նիստն է։ Ասում եմ հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ ամբողջը դատական համակարգը էս ունեն պրոբլեմ, բայց կներեք, ոչ մեկ ձեզ փողոցում չի ասում, այս մեկին ինչի բռնեցիք, այն մեկին ինչի բաստողեցիք, այն մեկը ինչի դատված, այն մեկը ինչի դատված չի, ոչ մեկի, որովհետև հանրությունը ոչ հարգարժան դատավոր էս ինչ անի անունը գիտի, ոչ ազգանունը, ոչ այն հարգարժան դատավորի, ոչ առաջին ացանի, ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ մեկի չգիտի, այդ բոլորը ինձ են ասում, ինձ տվեք պատասխաններ, որ ես կարողանամ պատասխան տամ։ Գալիս ենք ընդդիմությունն ասում է բոլորը նստած են ձեր հրահանգով կամ նստած չեն ձեր հրահանգով։ Գնում ենք փողոց ենք դուրս գալիս ասում են բոլորը նստած չեն ձեր հրահանգով։ Մեր հրահանգով չի։ Կամ ասենք եթե ես էլի եմ ասում, եկեք փոխենք մեր իրավակարգավորումներ, տվեք ինձ պատասխանատվությունը դատական համակարգի, կամ ձեր բոլոր հարցերին պատասխանեմ։ Ուշադրություն քվեարկություն ալնելու հեսա աչքից։ Քվեարկություն ալնելու ուզում եմ ուշադիր լինել։ Արձագանք համեցեք։ Նախ բռնապետության մասին պնդումները կամ որ դուք հեռախոսը վերցնում եւ զանգում եք, այդ պնդումները գալիս են փաստերից, օթից չեն գալիս են համացանցում հրապարակված այն ձայնագրություններից, որով դուք Արտուր Վանեցյանին, մյուսներ պաշտոնյաներին ուղիղ ցուցում եք տալիս կալանավորել, չկալանավորելու Խաչատուրովի, Քոչանի գործով կալանավորել, հանգիստ մի ոգևորվեք, կալանավորելու մասին։ Լրություն դահլիճում։ Որ դուք հեռախոս եք վերցնում, դրա մասին վկայում է ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու հրաժարականը WhatsApp-ով SMS ստանալուց հետո, օթից չեն գալիս։ Եվ երկրորդը հղի կին է մահացել։ Կա քաղաքական պատասխանատվություն ու այո իրավական։ Երբ որ ձեր դատական համակարգին դուր չի գալիս այն ինչ որ կատարվում է, ԲԴԽ-ն տեսանյութեր է նկարում, որ նիստերը իրանց ուզած հերթաբանով չեն դնում, արագությամբ չեն դնում։ Այս դեպքում ինչ որ տեսանյութեր չեն նկարահանվել։ Եվ երկրորդը կրկնում եմ, ոչինչ տեղի չի ունեցել, որևէ մեկը քաղաքական, բարոյական, որևէ պատասխանատվության չի ենթարկել։ Նորմալ է։ Ես չգիտեմ, դուք ինչ նկատի ունեք բարոյական պատասխանատվություն ասելով։ Լսեք, կա պետության մեջ կան մեխանիզմներ, պատասխանատվություններ որոշելու։ Լրություն, լավ։ Չեն աշխատում, ես էլ եմ ասում, չեն աշխատում, լավ չեն աշխատում։ Ես էլ եմ ասում, չեն աշխատում, լավ չեն աշխատում։ Եվ ի՞նչն է ճանապարհը։ Գերանդին առնենք ընկնենք սրա նրա հետևից, ճանապարհն է նա, որ բարեփոխումների ճանապարհը շարունակենք, ուրիշ տարբերակ չկա։ Բա գիտեք ինչ, եթե ձեզ թվում է, որ դուք Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները բավարար չափով գիտեք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք չգիտեք։ Ես բավարարին մի քիչ մոտիկ, շատ հեռու, բայց շատ ավելի մոտիկ գիտեմ Հայաստանի դատական համակարգի խնդիրները։ Բայց էլի եմ ասում, այդ հարցերը հիմա կարող է նույն տեղը ձայն տանք պարոն Միրզոյանին, պարոն Միրզոյանը կարող է ամենայն անկեղծությամբ կարող այդ նույն հարցերը բարձրացնի։ Մենք էլ ենք բարձրացնում, բայց մենք մեզ զսպում ենք, ասում ենք, հա լավ մի րոպե, այնուամենայնիվ հավասարակշռությունները պետք չի կորցնել, որովհետև իշխանության բաժանման սկզբունքը պետքա պահել։ Դատարանի անկախության սկզբունքը պետքա պահել։ Եվ հետևաբար ձեր հարցը ինձ ուղղված չի։ Շնորհակալ եմ։